Ողջույն սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես արդեն Հայաստանում եմ։ Տխուր չեմ, ես Հայաստանը շատ եմ սիրում, բայց երեխաներիս եմ շատ կարոտել։ Instagram-ում ժամանակային առումով մի փոքր առաջ եմ ընկել։ Եթե ուզենաք միանալ, լինքը կթողեմ ներքևում, համեցեք։ Լավ, եկեք պատմեմ, թե ինչպես եղավ, որ ես եկա Հայաստան։ Ուրեմն, Քայթյանի հետ 3 ամիս տուրը դմբոցից հետո կատակում եմ 3 ամիս համոզելուց հետո Քայթյանը մի կողմից, կիսուրս մի կողմից ինձ համոզում էին, որ դիպլոմը Չինաստանում մեծ նշանակություն ունի, այդպես ինձ համոզեցին եւ ուղարկեցին Հայաստան ուսումս շարունակելու։ Ով չգիտի, ասեմ, որ ես սովորում եմ ԵՊՀ-ում մագիստրատուրա միջազգային հարաբերություններ, որը կիսատ էի թողել։ Այդպես պատրաստվեցի, իրերս հավաքեցի, ընտանիքիս հրաժեշտ տվեցի եւ եկա Հայաստան։ Մամա, թեյ։ Մամա։这给你搭，这个给我呀！哇，真漂亮！这你弄的呀，咪们？这是库鲁米，你带回呀，米呀？你想我了，去看看。你看的你的孩子们可怜，还是你也想着老婆了？啊，知道了。拜拜啊！不走，我走了。Շատ դժվար էր, ահա որ դժվար էր, չէի կարողանում երեխաներիցս կտրվել, մանավանդ Թեոից, որովհետև Թեոն դեռ կաթիկ էր ուտում։ Ահա որ վատ էի, ահա որ անհանգիստ, մտածում էի մերոն գլուխ չեն կարանա հանեն, որովհետև 3 երեխա խնամելը դա հեշտ բան չի, մանավանդ իմ Լեոն, որ շատ գերակտիվ երեխա է, ու Թեոս, որ կաթից նոր է կտրվել, հաստատ գիշերները կարթնանար, մամա կուզեր, չէին կարանալու նային, քնացնեին։要跟妈妈去。Մտածում էի Քայթյանը առանց ինձ ինչ է անելու, որովհետև այդ տան գործերը, բացի հաց պատրաստելուց, մնացածը սաղ իմ վրա էր ու ոչ մեկ ոչ մի բանի տեղ չգիտեր, որովհետև այդ տան դասավորությունը, մաքրությունը ամեն ինչը իմ վրա է եղել, մենակ ես գիտեի ինչը որտեղ է դրվում ու հաստատ գիտեմ, որ իմ գնալուց հետո ոչ մի բան չեն գտնելու ու անընդհատ իմ կարիքը զգալու են։ 你先把衣服放里边，你说这个地方倒洗衣粉，我都冬天的衣服，就是毛衣啊、羊毛衫呀，这些都拿出来了。这些是你的裤子啊。Բայց ես մի հատ այլ մեծ վախ ունեի, ահա որ անհանգիստ էի կամ վախենում էի, որ մերոնք կհարմարվեն առանց ինձ, էլ իմ կարիքը չեն զգա, երեխեքը ինձ կմոռանան, մանավանդ Թեոն, որտեղ ինքը դեռ շատ փոքր է, ընդամենը տարի 3 ամս է կան, ու այդ հաստատ կլներ իմ վերջը։ Մի խոսքով այդպես վախերով, անհանգստությամբ ճանապարհ ընկա, Լինֆենից մինչև հասանք Ուրումչի, որտեղից պետք է դեպի Հայաստան թռնեի, տևեց 3 օր, որովհետև այդ ընթացքում նաև էֆիր ունեինք կազմակերպած, օնլայն վաճառք, պետքա բամբակի վերմակ վաճառեինք, այդ ընթացքում պատկերացնում եք, չէ, այդ վատ ներաշխարհով, այդ ջարդված վիճակով, մի խոսքով այդ ջխլված վիճակով ես էֆիր էի անում, որովհետև փորձում էի
որ անձնական էմոցիաները չխանգարեր աշխատանքին ու տենց այդ օրը երկու փուլով առաջինը 2.5 ժամ, երկրորդը 6.5 ժամ անընդմեջ կանգնած ես խոսացել եմ, ժպտացել եմ, կատակ եմ արել, ներկայացրել եմ ապրանքը, չնայած քայցենը միշտ կողքս էր, միշտ ինձ օճոկցում էր, որ ասում էր առաջ դուխով մի խոսքով կարողացա ես այդ օրը հաղթահարել, բայց կարողացա թաքցնել իմ էմոցիաները, որը իմ համար շատ զարմանալի էր, ճիշտ է եղել ասենց հուզման պահեր, որովհետև իմ հետևորդներն էլ գիտեին, որ ես պետքա երեխաներից առանձնանամ, հեռանամ ու գիտեին, որ հաստատ իմ էմոցիոնալ վիճակը շատ վատ է, մեկ-մեկ խոսում էին այդ մասին, նաև աջակցում էին, հարցնում էին, բայց ընթացքում շատ դժվար էր զսպել արդյունքները, բայց ես կարողացա։ Ու տենց էֆիրը ավարտվելուց հետո հաջորդ օրը մենք այդ փոքրիկ քաղաքից նստեցինք գնացք ու գնացինք Ուրումչի, որտեղից պետք է թռնեի գայ Հայաստան։ 库尔勒站准备出发，带扎拉去乌鲁木齐，从那里坐飞机回亚美尼亚。这样子开心吗？耶，哦耶，很开心，不开心。我老婆要回去了，我一个人，好难过。我会不会一天想她想到我头发白了？啊！疼！不臭。 Հասանք օդանավակայան ու իմ մոտ սկսեց տագնապ։ Mən որ սիրտս նենց արագ էր խփում ու նենց աշխարհը դարձել էր սև։ Չգիտեմ ինչ էր կատարվում, գիտեմ որ պետքա քայցենին հաջող ասեմ։ Իսկ այդ իմ համար նենց վերջն էր, իմ չգիտեմ, նենց այն որ նենց ինձ քցեին գետնին, տշեին մի քանի անգամ այդ վիճակն էր, որովհետև ես ու քայցենը մեր ամուսնությունից ի վեր լավ չխափեմ, մեր միլայի ծնվելուց հետո օրը 24 ժամ, շաբաթական 7 օր, տարին 365 օր, մենք միշտ միասին ենք եղել ու չգիտեմ, աշխատել ենք միասին, ապրել ենք միասին, միշտ։ 难道这一趟飞机就你一个人吗？我也在想，一个亚美尼亚人都没有。 那么期待。 反正不会走错了吧？然后突然发现这一次带着老婆来，感觉不一样了，是吗？是不是感觉不一样了？不想说了。想说话，老婆不想说话，那我也不想说话，说啥呢？ 这是新的航站楼。你回去了，你会照顾自己吗？如果我说不会呢？你会很难过啊！你就不爱我？爱咋不爱呀？你不要我了，你要一个很成功的女生，啊，不是要我。啥意思呢？你不成功吗？还没有。那我陪着你成功吗？陪着你成那如果功，我不成功，你就不要我是吗？不成功变成人吗？我已经是人，你不考虑我的心里的感觉，你就是纯中国人。纯的，那我咋还能混血呀？有点害怕。把自己身体照顾好，不管到了什么困难，要想着有个3个孩子，都在要坚强啊！我想去亚美尼亚嘛。你放假了，妈妈带你去亚美尼亚。我爱你。妈妈，我放假了。你小坏蛋。没事，你可以很多的吵老公，说老公。我就说，为啥这么坏？你记住啊，你一出门，你耳朵红了，热了，你要知道，我就在骂你。骂吧，没事。天天骂也行。去的话，天天给孩子们打电话啊。那肯定啊，
但是你要很多包我的 tail， tail 6米了，行，知道了。最多的 tail 啊，因为它很小。照顾它们啊。去吧，天天放心去。抱它们、亲亲它们，跟我一样，我怎么照顾它们就这样啊。明白。你现在有2个人物，一个是爸爸的，一个是妈妈的。你也要当妈妈，也要当爸爸啊。妈妈，我的孩子。好，照顾妈妈爸爸。必须。去锻炼啊，把你的肚子的肉减掉。哈哈哈，行。好好学习。Չեղել որ առանձնանանք ու այդ իմ հումը շատ վատ ահավոր օրեր ես գիտակցում եմ որ վերջ տենց նստեցի ինքնատեր վերջել քայցին իմ մոտ չի ես չեմ կարող ասենք մի հատ ինչ որ մտքից մի հատ անկապ միտք գար կատակ գար ու ես ասեի քայցին գիտես սենց ու ինքը ասենք իմ հետ կիսեր իմ հայացքները չգիտեմ խոսայինք խնդենք մի խոսքով տենց մնացի մենակ Շատ դժվար էր իրականում շատ վատ էր, շատ տխուր էր հիմա արդեն 2 եւ ավելի շաբաթ ես Հայաստանում եմ փորձում եմ վերականգնվել փորձում եմ հաղթահարել այդ ամեն ինչը հանուն իմ երեխաների որովհետեւ այս ամեն ինչը նաեւ իրենց համար է մեծամասնությամբ հանուն Քայթենի որ իմ համար ամեն ինչի պատրաստ է ու ես էլ պետք է ուշեղ լինեմ, որ իր սպասելիքները արդարացնեմ եւ հանուն Կիսուրիս եւ Կեսրարիս, ովքեր առանց որևէ դժգոհության համաձայնել են Քայթենի որոշման հետ եւ ավելին ասեմ, իրանք էլ էին պնդում, որ ես անպայման պետք է գամ Հայաստան, իմ ուսումը շարունակեմ, ինչու՞ չէ նաեւ ուրիշ բնակավարներում հաջողության հասնեմ, ինչ որ ուզում եմ ինքնակրթությամբ զբաղվել, ինքնազարգացմամբ զբաղվել, ինչ ուզում եմ թեկուզ գումարով իրանք կաջակցեն, իսկ իրանք ամենամեծ աջակցությունը այն է, որ իրանք այսօր 3 երեխաներից խնամում են, շատ լավ ու այդ ամենը, այն որ ես հանգիստ եմ իմ երեխաները տանն են, տակ տանն են, որ իր տատիկն ու պապիկը մամայից եւ պապայից ոչ պակաս սիրում ու խնամում են իրենց։ Այդ իմ համար ամենակարևորն է, որովհետեւ եթե այդպես չլիներ, ես հաստատ չէի գա, այստեղ հանգիստ չէի լինի, անընդհատ տագնապի մեջ կլինեի, բայց փառք Աստծո ամեն ինչ լավ է, իրանք այնտեղ մեծ դժվարությամբ իհարկե բնականաբար 3 երեխաներին խնամելը հեշտ չի, բայց Կիսուրս շատ ուժեղ է ու ինձ շատ ոգևորում է, շատ աջակցում է, ասում է, որ ես զբաղվեմ իմ ինքնակրթությամբ եւ իմ ինքնազարգացման, որովհետեւ դա նաեւ հանուն երեխաների է, որովհետեւ Չինաստանում կրթություն չունեցող անձը, մարդիկ հասարակության մեջ ուղղակի տեղ չունեն, որովհետեւ այնտեղ մրցակցությունը սարսափելի է, բնակչությունը շատ է, մրցակցությունը ահավոր է, ամեն մի աշխատավայրի համար, ամեն մի պաշտոնի համար, ամեն մի, չգիտեմ, համալսարանի տեղի համար, ավագ դպրոցի տեղի համար, ահավոր է ուղղակի մրցակցությունը ամեն քայլին Դրա համար ինձ լավ աջակցում են, որպեսզի ես գամ ու զբաղվեմ ինքնակրթությամբ, որպեսզի իմ երեխաները վաղը ունենան լավ կրթություն, կարողանան իրենց ապահովել բարեկեցիկ կյանք։ Այսքանը սիրելիներս, գիտեմ, որ այս վիդեոն բավականին երկար ստացվեց։ Եթե նայել եք մինչև վերջ, ապա անչափ շնորհակալ եմ ձեզնից։ Դուք էլ միշտ ինձ ողջևորում եք, միշտ աջակցում եք, ես միշտ կարդում եմ մեկնաբանությունները ու զարմանում եմ նաև, բացի այն, որ շատ շնորհակալ եմ, նաև զարմանում եմ, որովհետև այսօր շատ քիչ մարդիկ կան, որ ուրիշի հաջողություններով այսքան ուրախանում են կամ ուրիշի համար այսքան անհանգստանում են, մտահոգ են կամ ուղղակի անծանոթին այսքան շատ են սիրում։ Դուք միշտ ինձ ուժ եք տալիս։ Փորձեմ այս ընթացքում վերականգնվել ու ձեր համար կոնտենտ մտածել։ Դուք էլ եթե ինչ-որ առաջարկներ ունեք կամ ինչ կուզենաք տեսնել իմ ալիքում, կարող եք ձեր առաջարկությունները գրել մեկնաբանություններում, ես անպայման նկատի կունենամ ու մենք դեռ կշփվենք։ Հաջողություն, լավ մնացեք։